Մոսկվայում դժգոհ են Հայաստան-ԵՄ գործակցությունից, Բրյուսելը օրերս հայտարարեց հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությանն ընդառաջ Երևանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար 12 միլիոն եվրո տրամադրելու մասին, մինչդեռ հայաստանյան ընդդիմադիր որոշ շրջանակներ աղմկեցին, թե սա հայաստանյան ներքին գործերին արևմուտքի միջամտության ակտիվ փորձ է, աղմուկը հասավ Մոսկվա ու անարձագանք չմնաց։ Կայա Կալասը հրապարակավ խոստացավ, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արեցին Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն։ Եվրամիությունը ժողովրդավարական պետությունների միություն է եւ որպես ժողովրդավարական պետությունների միություն պատրաստ է եւ օգնում է այն պետություններին, որոնք ժողովրդավարական են կամ ցանկանում են դառնալ ժողովրդավարական, ասել այն մասին, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայաստանին եւ դա արդեն իսկ նշանակում է երկրի ներքին գործերի միջամտություն։ Ձեր ինչ գործն է Հայաստանի Հանրապետությունը իր սուվերենությունը ամրապնդելու, տարատեսակ հարձակումներից պաշտպանվելու համար ումից ինչ աջակցություն է խնդրում։ Միայն Հայաստանի հարցը չէ, Լավրովը նաև վրդովմունք է հայտնել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գործունեության վերաբերյալ, ասելով, որ այն վաղուց դարձել է քաղաքական ճնշման գործիք, իսկ ընտրությունների դիտորդական զեկույցները աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված։ Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածու, տրվում են ամենախիստ գնահատականները, նույնիսկ ներկայացվում է նոր ընտրություն անցկացնելու պահանջ։ Եթե հաղթում է արևմուտքի աջակցած թեկնածուն, գնահատվում է որպես ժողովրդավարության հաղթանակ։ Այս ընտրությունների գնահատականները նախապես են պատրաստվում։ Բոլորը գիտեն սա։ Եվրամիությունն այս ամենը որակում է որպես ընտրությունների դիտարկման ոսկե չափանիշ։ Հիբրիդային սպառնալիքները գալիս են Ռուսաստանից եւ բնականաբար, եթե Եվրամիությունը աջակցություն է տրամադրում կամ տրամադրելու Հայաստանին, դա նշանակում է, որ փաստորեն այդ սպառնալիքների ազդեցությունը Հայաստանի վրա կարող է շատ ու շատ նվազ լինել եւ ըստ էության դա նշանակում է, որ Ռուսաստանի դիրքերը այստեղ կթուլանան եւ ըստ էության դա նշանակում է, որ Ռուսաստանի այդ հիբրիդային հարձակումները կարող են, այսպես ասած, իրենց արդյունքի չհասնել, դրա համար էլ մտահոգված են։ Իսկ ինչու են աղմկում ընդդիմադիր շրջանակները։ Աղմկում են հիմնականում այն մարդիկ, ովքեր պատրաստ են գործիք հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության ձեռքերում, բութ գործիք հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության ձեռքերում, Հայաստանի Հանրապետության դեմ, ընդ որում Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Մենք շատ ժամանակ չենք հասկանում, թե ի վերջո ընդդիմությունն ինչի համար է։ Մարդկանց մոտ տպավորություն կա, որ ընդդիմությունը ինչ-որ մի բոբո բան պետք է լինի, բայց իրականում ընդդիմությունը դա այլընտրանքային իշխանություն պետք է լինի։ Դա նաև ընդդիմադիր հատվածն է իշխանության։ Հետևաբար մեզ խորհրդարանում պետք է ընդդիմություն, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, հարատևությանը։ Հայաստանում հիբրիդային պատերազմի եւ արտաքին տեղեկատվական ազդեցությունների շուրջ քննարկումների ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան որևէ առնչություն չունի Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավների հետ, դրանք վերագրելով արևմուտքին։ Մինչդեռ հայաստանյան ու միջազգային փաստեր ստուգող լրագրողական թիմերը բազմիցս հաստատել են, այդ արշավների ետևում ռուսական ականջներ են։ Ռուսաստանը միջամտում է ապատեղեկատվություն տարածելով, որպեսզի 26 թվականի խորհրդարանական ընտրություններում իր այստեղի պրոքսի կվազի կուսակցությունները, քաղաքական դեմքերը հայտվեն ազգային ժողովում, որ գոնե ընդդիմադիր հատվածը, որ իրենք պահում են օկուպացված 21 թվականից, շարունակեն օկուպացված պահել 26 թվականից հետո։ Ինչով է միջամտում Եվրամիությունը, ընդ որում Եվրամիությունը ինքը չի առաջարկել։ Մենք ենք դիմել Եվրամիությանը, տեսնելով մոլդովական օրինակը, հասկանում ենք, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք եւ մենք ուզում ենք մոլդովական փորձն ուսումնասիրելով, կիրառելով կարողանանք դիմագրավել այդ միջամտությանը Ռուսաստանի Դաշնության կողմից։ Պաշտոնական Երևանը շեշտում է, Եվրամիության այդ քննարկումները վերաբերում են պետական կառավարման եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում կարողությունների զարգացմանը, խոսքը ոչ թե քաղաքական միջամտության, այլ փորձի փոխանակման եւ ինստիտուցիոնալ աջակցության մասին է։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան եւ Արտակ Գևորգյան, լուրեր։